Դրանք տեսակ ինչ արեցին։ Տեսար ինչ արեցին։ Ուրեմն դեռ կա էլի աշխարհում արդարություն չի վերացել, ժողովուրդ։ Փաստորեն կա։ Լուրջ եմ ասում, ինձ այնքան ոգևորեց, հետ չէի սպասում։ Մանավանդ Վենսը բանը որ գնաց, գնաց, բանտում էր այն մարդպես կոմենկոմ, էսի նաև Միացյալ Նահանգների պարտություններ էլի, որ նայում ես, այնց բանով։ Օրբանը ինչներ պետք Ամերիկայի, ես այդ չհասկացա եղբայր։ Բառացիորեն իրանց ագիտացիան էին անում, զանգում է եթերում, բան, ու Տրամպի ասում է, եթե Օրբանը ընտրվի, Ամերիկայի բարեկեցությունը կբերեն կդնենք Հունգարիայում իա։ Եղբայր դու գերտիրություն ես, դու պիտի դեմոկրատ ուժերի հետ աշխատես, ոչ թե Օրբանը չլինի չեմ բերի բարեկեցություն։ Շատ զարմացա ես։ Հետո Օրբանը չմոռանանք, որ Բրեժնև պիտի ասի համար Պուտինի մտերիմ ընկերն է, Բրեժնևին նման է Ջարեդ Վախտվա Բրեժնևին։ Երկրորդը աղջիկ վախտերը չէ Բրեժնևի։ 16 տարի իշխանություն, բազմաթիվ վետոներ Հայաստանի հետ կապված, Հայաստանի եւ Հայաստանի։ Հենց Հայաստանին Եվրոմիություն ուզում էր փոխտար, ասում էր պիտի Ադրբեջանն էլ տակ, որ հավասար լինի, շատ բաներ դրեց, հա։ Վերջապես այ բայց գիտես ինչն է հետաքրքիր, նայ, քաղաքականություն, բայց մենք այս ազատ գործառույթներից որ խոսում էինք ավիա, թռիչքներ եւ այլն, այս low cost-ը որ Հայաստանը եկավ եւ Հայաստանը բացեց աշխարհի առաջ Wizz Air ավիաընկերության մասին է խոսքը, ինքը հունգարական է։ Փաստորեն մի կողմից իհարկե մեզ շատ բաներում սահմանափակել է Հունգարիան, բայց աշխարհին նաեւ բացել է հունգարական բիզնեսը, այդ Օրբանը չի, բայց ընկերությունն է, բայց ընկերությունն է Wizz Air-ը, որը հունգարական է եւ ամբողջ էս ինչ մենք խոսում ենք էս $100 two-way ticket-ները եւ այլն, որ հայ ժողովրդին իրոք մեծ հնարավորություն տվեց աշխարհը բացահայտելու հունգարականը։ Այ քեզ պարադոքս։ Մի կողմից յուղում են, մի կողմից դաղում են, հիմա էս պատմությունն է։ Բայց դե գնաց, վերջ։ Ու ջախջախիչ պարտություն գրեց Օրբանը, ջախջախիչ։ Բաններ հետաքրքիր, ասում է ռեկորդային թվով մարդ համասնակցել ընտրություններին 71%։ Հա, դենց պատմության մեջ չի եղել իրենց էլի նման բան։ Դե լինել չլինելու հարցեր էլի, արդեն որովհետև շատ կտրուկ էր շրջադարձը, Եվրոպայի հետ հարաբերությունները շատ էր վատացել, ու սա լակմուսի թուղթ է մեզ համար, ժողովուրդ, մենք էլ ենք ընտրության դեմ, մենք էլ ենք։ Ես նույն բանն էի մտածում էլի, որ հա, ժամանակն է արդեն, որ դեմոկրատիկ ուժերը քիչ-քիչ սկսեն նորից կառավարել երկրները։ Կրեմլը չի շնորհավորել Հունգարիայի ընդդիմության առաջնորդ Պետեր Մարդային խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ, քանի որ Հունգարիան համարվում է ոչ բարեկամական պետություն, որը աջակցում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Այս մասին հայտնել է մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Մենք չենք շնորհավորում ոչ բարեկամական պետություններին, իսկ Հունգարիան ոչ բարեկամական պետություն է։ Ավելի վաղ Վեստի լրագրողին տված հարցազրույցում Պեսկովը նաև ասել է, որ Ռուսաստանի եւ Եվրոպական միության հարաբերությունները Հունգարիայում ընտրությունից հետո չեն կարող ավելի վատանալ, քանի որ դրանք արդեն գտնվում են այնպիսի վիճակում, որ ավելի վատ լինել չի կարող։ Այ քեզ բան։ Մի ամբողջ, ախր գիտեք, մի երկրի մասին չի խոսքը։ Եվրոպա միության մասին է Եվրոմիության, քանի երկիր է մտնում դրա մեջ։ Ուրեմն այդ բոլոր երկրները այնքան վատա որ դրանց վատ չի կարող լինել, հա, ես չեմ, ոնց կարող ես ամբողջ աշխարհին դες քո դեմ բան անել, էլի թշնամի սարքել, ես չգիտեմ ես մոտեցումը ոնց է լինելու։ Նա ես պարլամենտական բանով 199 տեղից 138-ը հաղթեցին։ Վավ, շատ լուրջ է։ Դոմինանտ է, էլի, հա, լրիվ։ Ու այս հոդվածում որ ընթերցում էի, The Guardian-ը ֆանտաստիկ վերլուծական է արել, խորհուրդ կտամ ժամանակ լինի բանարեք, բայց որոշ ծաղկակաղ արել եմ, այդ Տերենիկը ասեց, որ պատմական ռեկորդ է, որտեղ մարդիկ քաղաքականապես հասել են մի կետի, որ հասկացել են պիտի քվեարկեն։ Ամենակարևորը ժողովրդի գիտակցությունը հասել է այդտեղ, եւ նույնը վերաբերում է մեզ, ժողովուրդ, ճիշտ ժամանակն է, որ մենք էլ մեր խոսքը ասենք, այսինքն գնանք ու մասնակցենք ընտրություններին, ինչ որ ունեք ձեր մտքում իհարկե, այո։ Շատ կարևոր, որ ակնհայտորեն այս թվերը ցույց են տալիս, որ ժողովուրդը հասկացել է ինչ է կատարվում եւ չի նստել տունը թախտին, վերակացել ու իր ձայնը տվել է նրան, ում որ ուզում է տա։ Այդպես երկրորդը 16 տարվա ընթացքում ասում է, թե ինչ
սխեմաներ, ինչ համակարգեր են եղել տարբեր երկրների մութ ուժերի հետ, ինչ եթե պետք է մի բան Եվրոմիությունում անցկացնել, բան միշտ գիտեն, որ Հունգարիայում կգտնեն մարդիկ, ովքեր կքվեարկեն, ոնց պետք է եւ այլն, դա էր հետաքրքիր։ Իհարկե դե ադրբեջանական նավթադոլարների մասին ավելորդ է խոսել, դա մենք մեր մաշկի վրա ենք զգացել, եւ հաջորդը ինձ շատ հետաքրքրեց, այնքան նման զուգահեռ կար Հայաստանի հետ։ Վերլուծականը ասում է հետեւյալը. 16 տարվա Օրբանի ավտորիտար գործելավոճի արդյունքում շատ մեդիաներ, լրատվականներ, դատարաններ եւ այլն բառացիորեն պատկանում են այս ուժերին։ Արդյոք իշխանափոխության արդյունքում հեշտ կլինի նոր եկող ուժին արմատախիլ անել այդ արատավոր երևույթները, մանավանդ մեդիայի առումով, որովհետեւ արդեն մեդիան դիրքավորվել է ընդդեմ այս արդեն ընտրվածների։ Ու հեսա էլ ինչքան նմանա մեզ։ Այդ տասնյակ տարիներ ծառայել են այդ ուժերին մարդիկ, մեկ է հանգած գալիս է մեկը, բնականաբար ամբողջ մեդիա դաշտը, դատարանները, բանա մի դատավոր փոխես, 5-ին փոխես, 10-ին փոխես, մեծ երկիր է, էլի փոքր երկիր չի, որ մեկին հիմա հասցնեն փոխել։ Մինչև փոխեն է, մինչև տեղավորվեն, մեկը մեկից տարբեր են, ժողովրդի մոտ տրամադրություններ են փոխվում, արդեն քաղաքական այնտեղ հարցեր ա լինում։ Տնտեսական հարցեր էլ կբարձրանա Իհարկե, բա ոնց, հեշտ չի լինում։ Հիմա Ռուսաստանը արդեն էլ օգնություն բան, արդեն կդադարեցնի բնականաբար, թշնամի դարձան, կունենան, իհարկե կունենան։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած ընդդիմադիր Պետեր Մադյարին։ Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Պետեր Մադյարին եւ հունգար ժողովրդին հունգարական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ այս ժողովրդավարական ընտրությունները ապացուցում են հունգար ժողովրդի կամքը եւ երկրի ապագայի տեսլականը։ Այո, տենց էլ կա, իրոք։ Իրոք տենց էլ կա։ Շնորհավորանքներ են հնչել նաև Ուրսուլա ֆոն դեր Լայենի մակարդակով, մի շարք այլ երկրներ, Եվրոխորհրդարանը ասում է Եվրոպայի սիրտը առավել ակտիվ բաբախեց։ Այո, բա ախր խանգարում էր բոլոր բացի Հայաստանից։ Այդ շատ հարցերում Եվրոմիության քվեարկության ժամանակ ինքը բաներ անում։ Դեմ էր շատ։ Ակնհայտորեն Այո։ Ամեն դեպքում նոր էջ է բացվում Հունգարիայի պատմության մեջ, ու ոնց հասկանում եմ, լավ երիտասարդ քաղաքական գործիչներ են, նկարներով բանով sense որ նայում ես, ապագան երիտասարդներին, որ ասում են, հիմա էսա։ Okay, շատ լավ բարեկամներ, գանք երևի Միացյալ Նահանգներ։ Գանք Ապրիլի 13-ից ժամը 10:00-ից, այսինքն արդեն 13-ն ենք եւ 10:00-ն արցելա արևելյան ափին, կարգելափակի մուտքն ու ելքը Իրանի նավահանգիստներ մտնող եւ դուրս եկող նավերի համար։ Այս մասին գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, այո, չեմ հասկանում։ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ շրջափակումը կիրականացվի բոլոր երկրների նավերի նկատմամբ, որոնք մտնում կամ դուրս են գալիս իրանական նավահանգիստներից եւ ափամերձ տարածքներից, Արաբական ծոցում եւ Օմանի ծոցում։ Հրամանատարությունը հավելել է, որ չի խոչընդոտելու Հորմուզի նեղուցով անցնող նավերի նավարկության, եթե դրանք ուղևորում են դեպի ոչ իրանական նավահանգիստներ կամ այնտեղից են գալիս։ Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների նավատորմը կշրջափակի Հորմուզի նեղուց, արգելափակելով մուտք կամ ելք գործող բոլոր նավերի ճանապարհը։ Դե հիմա ես չգիտեմ արդեն այս դառնում է ամերիկան ապաստորեն փակում, քանի կար գլոբալ խնդիրն, այո։ Դե չկան եզրակացության, էլի Պակիստանում հանդիպեցին ժամերով խոսացին, ընդհանուր եզրակացության չկան։ Ռաֆալ դա պարզից էլ պարզ էր, որովհետև եզր չունեին շփման անգամ։ Այնպեսի ծայրահեղ տարբեր էին պահանջները երկու կողմից էլ, որ դե տարիներով խոսես չես կարող ոչինչ անել, չէ, ակնհայտ էր, որ չէր լինելու, չէր ստացվելու ոչ մի բան։ Հիմա տեսնենք շարունակություն ինչ անել։ Դեսա Արաքչին հայտարարում է, որ Իրանի եւ Միացյալ Նահանգների բանակցությունները Իսլամաբադում դրական հանգուցալուծում չեն ունեցել,
ԱՄՆ-ն եւ Իրանի միջև փոխհմբռնման հուշագիր Իսլամաբադում չստորագրվեց ամերիկյան կողմի պատճառով, Իրանը բարեխղճորեն էր մասնակցում բանակցություններին, ասում է Աբբաս Արաղչին, վերջին 47 տարվա ընթացքում Միացյալ Նահանգների հետ ամենաբարձր մակարդակի ինտենսիվ բանակցություններին Իրանը մասնակցում էր բարեխղճորեն պատերազմին վերջ դնելու համար, բայց երբ շատ քիչ էր մնացել Իսլամաբադի փոխհմբռնման հուշագրի ստորագրմանը, մենք բախվեցինք մաքսիմալիզմին, պայմանների մշտական փոփոխությանը եւ արգելափակումներին, ասել է Արաղչին։ Ես Իրանի ճիշտ ասած դուխի վրա էլ եմ մի քիչ էլի բանանում, հասկանում եմ հայրենասիրություն, բան, սա այդ մի կողմ այդ բան, բայց լուրջ է էլի, հարգելու արժան է, նենց բան են, շատ իրանցով են էլի, տեղ չեն տալի։ Ախր այստեղ մի բան հարց կա էլի։ Հիմա տես այս մարդիկ, որ խոսում են ի տարբերություն դեմոկրատական երկրների, իրենք ժողովրդի կամքը չի, որ արտահայտում են։ Իրենք իրենց կամքն են արտահայտում, հա։ Դրա համար ախր դժվար է դատելը։ Ես հասկանում եմ, որ իրենք չեն ուզում, որտեվ իրենք որ հիմա ծունկի եկան, հանձնվեցին, գիտեն, որ իրենց հարցերը լուծված է։ Իրենք նահանջելու տեղ չունեն, հա։ Եթե փոխվեց համակարգը այնտեղ, եթե ինչ-որ բան եղավ, առաջին իրենք են գնալու։ Եթե չկախեն էլ բանտ են գնալու։ Դրա համար իրենք պայքարելու են մինչև վերջ, ինչ որ հնարավորություն ունեն, հա։ Բայց դա արդյոք ձեռատալի ժողովրդին թե չէ, ես չգիտեմ, հա։ Իմ կարծիքով ոչ։ Բայց այդ է, իրանք որոշել են, իրենք անում են։ Այդ չալմա այնտեղ նստած մի հոգի, երկու հոգի որոշում են եւ այդ հարցը լուծվում է ամբողջ ժողովրդի համար։ Դե բայց դե ինչքան է սա շարունակվելու, հա, բայց էս էլ հիմար քայլ է, էլի փակել ինչ է նշանակում։ Ես զարմանում եմ, որ մյուս պետությունները չեն վրդովում սրանից, դե ինչ է նշանակում։ Արաբական Միացյալ Էմիրությունները, որ կենսական է իրան, էլի ինքը ամեն ինչը իմպորտ է անում, ոչ մի բան։ Բացի դրանից, այմար ցանկացած երկիր, որ այդ կարող ասի, էսի չեք անում, ուրեմն վաղը մյուս նոր մեր հացնել ես կտրելու, ո՞նց կլինի տենց։ Ես ՆԱՏՕ-ի դաշնակիցները, Միացյալ Նահանգների ՆԱՏՕ-ի դաշնակիցները հայտարարել են, որ չեն ներգրավին նախագահ Թրամփի ծրագրում Հորմուզի նեղուցը շրջափակելու հարցում, ինչը եւս մեկ անգամ սրում է լարվածություն արտեսին փխրուն դաշինքի ներսում։ Ոչ մի լավ հոտ չի գալի կարճ ասած։ Շրջափակումը շուտով կսկսվի գրել է Թրամփը, հա, մակրոն նեղուցին ձոր դաշին կարող է ունենալ նեղ, հա։ Թրամփը մոտ ապագայում կոնկրետ պարտավորություններ է ակնկալում Հորմուզի նեղուցի անվտանգությունը ապահովելու համար, ընդգծելով որ դաշինքը կարող է Եվրոպա բանը ՆԱՏՕ-ն կարող է դեր ունենալ նեղուցում, եթե 32 անդամ երկրները համաձայնեն առաքելություն ձևավորել։ Սակայն ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Մեծ Բրիտանիայում Ֆրանսիան հայտարարել են, որ չեն մասնակցի այդ գործողությանը։ Մի քանի եվրոպական երկրներ հայտարարել են, որ պատրաստ են աջակցել, բայց միայն այն դեպքում, երբ ռազմական գործողությունները դադարեցվեն եւ Իրանի ձեռք բերի համաձայնություն իրենց նավերը չեն ենթարկվի հարձակման, չգիտեմ։ Ձև չի գալիս բոլոր դեպքերում, հա։ Հավատս չի գալիս, որ մի բան կլինի, բայց վերադառնալով մերոնց, այսօր անսպասելի Փաշինյանը ընդունել է գործարար համայնքի կարկառուն ներկայացուցիչներին Հայաստանի ամենամեծ բիզնեսների, ամենաշատ աշխատատեղեր ստեղծած կազմակերպությունների սեփականատերերին եւ ղեկավարներին, եւ այնպես իջներ հետարքիր, որ իրանց մեջ կային մարդիկ, ովքեր ակնհայտ ընդդիմադիր են եւ հայտարարել են, որ մենք ձեր հետ չենք ու ասենք Սամվել Կարապետյանի դաշինք են, մեկն է ասենք Կարապետյանը խավորն է իր, այսինքն ասենք բացեբաց բարեկամական վիճակներ կա, բայց մասնակցում են նիստին այդ հանդիպմանը վարչապետ Փաշինյանը աշխատանքային նախաճաշի ձևաչափով խոշորագույն գործատուների հետ է հանդիպել եւ վարչապետը ողջունելով ներկաների նշել է, որ հանդիպանը հրավիրվել են Հայաստանում ամենաշատ աշխատատեղեր ստեղծած ընկերությունների ներկայացուցիչները եւ շնորհակալություն է հայտնել նրանց նման գործառույթի համար։ Փաշինյանի խոսքով 18 թվականից տվյալ ընկերություններ հիմնականում արձագանքող են եղել, շարունակում են արձագանքող լինել կառավարության քաղաքականություններին եւ 18-ից ի վեր Հայաստանում ստեղծել են շուրջ 288,000 աշխատատեղ։ Կատարբան չի, 288,000։ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կառավարությունը վերջին տարիներին միլիարդավոր դրամներ է ծախսում տնտեսության արդիականությունն ու վերարտադրողականությունը ապահովելու համար։ Մասնավորապես վարչապետը հիշատակել է տնտեսության արդիականացման ծրագրերը, հաջորդիվ խոսել է առաջնորդության հետ կապված եւ որ process-ները շարունակվում են ճանապարհների բացման հետ կապված, մենք առաջիկայում մեծ իրադարձություններ ենք սպասում, որ կապված է առաջին հերթին TRIP
նախագծի գործարկման հետ, որը էական է նրանով, որ Հայաստանի Հանրապետությունը ի վերջո ամբողջությամբ վերջապես դուրս է բերվելու շրջափակման վիճակից, բայց ըստ էության այսօր էլ Հայաստանը հաղթահարել է արդեն շրջափակումը, որովհետև գիտեք, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան հնարավոր է իրականացվում են երթուղային փոխադրումներ եւ իրականացվում են, բայց ուզում եմ ասել նաեւ, որ արտահանումներ եւս հնարավոր է իրականացնել երթուղով։ Իհարկե Վրաստանի տարածքով մինչեւ մենք Ադրբեջանի հետ առաջին հերթին TRIP նախագծի շրջանակներում երթուղին կբացենք։ Սա շատ կարեւոր է քաղաքական պայմանավորվածությամբ։ Հա։ Okay։ Դե երևի կանչումը ասի, որ մի բան որ մենք ենք հաբերում, մենք ինչ կարանք երևի առաջարկենք էլի իրանց եթե կառնեն իհարկե, որովհետեւ չեմ կարծում նավթից բացի մենք ուրիշ բան առնենք դեռ, չգիտեմ, ապրենք տեսնենք եւ ինչ ունենք մենք առաջարկելու է։ Շատ հետաքրքիր է։ Ես կուզեի մասնագիտական կարծիք լսեի, այ մենք որ Դե գիտես ինչ, այդ արդեն տեխնիկական հարց է, մասնագետների հարցն է, որ այնտեղ ինչի պակաս կա, որ կամ մոլիբդեն ունենք, չգիտեմ, պղինձը մոլիբդեն։ Ցանկացած երկու երկիր իրար հետ առևտրի ինչ որ բան կունենան, այո։ Ազգային ժողովի ընտրությունների քաղաքական ուժերի առաջադրումներն այսօր մեկնարկեցին։ Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացած կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները արդեն կարող են իրենց փաստաթղթերը ներկայացնել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Մասնակցության ձևաչափի մասին առանցքային ուժերը արդեն հայտարարել են։ Իշխող քաղաքացիական պայմանագիրը, որի վարչապետի տեխնացուն է Փաշինյանը, Հայաստան դաշինքը տեխնացուն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ուժեղ Հայաստանը այս ուժից հայտարարում են, թե իրենց վարչապետի տեխնացուն Սամվել Կարապետյանը, սակայն նա երկքաղաքացի եւ չի կարող լինել падգամավորի տեխնացու, հետեւապես նաեւ վարչապետ։ Պնդում են, թե իշխանության գալու դեպքում օրենքը կփոխեն, որպեսզի Կարապետյանը հնարավորություն նա վարչապետ ընտրվել։ Այդ է խայծն է։ Հա։ Փաստացի այս ուժի նախընտրական ցուցակը գլխավորում է Նարեկ Կարապետյանը։ Ընտրություններին մասնակցելու է նաև գործարար Գագիկ Ծառուկյանը, առաջադրվելով Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, ինքն էլ գլխավորում է ցուցակը, թեև պնդում է վարչապետ դառնալու հավակնություն չունի։ Առաջադրումների համար քաղաքական ուժեն ունեն 9 աշխատանքային օր, վերջնաժամկետը ապրիլի 23-ն է։ Բա, շտապեք, Գիտես ինչն է հետաքրքիր, այդ սահմանադրական կարգի տապալում չի։ Եթե մեկը չի կարող լինել վարչապետ թղթով թանակով, բայց ինքը ամբողջ լոզունգները, պլակատները, պաստառները, գովազդները ամենը իր դեմքով է, ելույթ է ունենում, միտինգ է անում, բայց հետո ասում է ինձ ընտրեք, օրենքները կփոխեմ, որ ես գամ։ Գներ, էլ սահմանադրական կարգի տապալումը պոզով պոճով, հա։ Ինչ որ абսուրդային բան կա մեջ էլի։ Հիմա այս բան օրենքը թույլ չի տալիս, բայց որ ընտրեք օրենքը կփոխենք ու ես կդառնամ օրինական, էլի։ Այսինքն մայր օրենքը հարմարացնել մի հոգու, այդ է ստացվում։ Կարեն իրա վրայով էլի։ Չգիտեմ, լավ չի։ Իսկապես բան է էլի, հա, որ մտածես, բայց դե հիմա անում են էլի մարդիկ։ Ես ինձ ինչա թվում, Փաշինյանը այդ Ժադնես ֆրայերը զգուբիլը, չէ՞ դասական այդ բանը, վեպը, ագահությունը կերավ, հիմա իմ կարծիքով ինքն իրենց վստահ է իր հաղթանակի վրա։ Որ ասում է, տեսեք, սենցա, ոչ դատում եմ, ոչ բան եմ անում, ոչ փակում եմ ու հաղթում եմ ժողովրդի բանով։ Բայց ինչ անի, բայց Ռաֆայել, բայց ինչ անի օրինակ այս դեպքում։ Մեղադրի սահմանադրական կարգը տապալելու մեջ, ես չէի լինի հաստատ, բայց իմ կարծիքով, իմ ոչ քաղաքագիտական բանն էլի, ես քաղաքական գործիչ չեմ։ Մասնագիտական, հա, ոչ մասնագիտական գնահատականով, ովքեր որ սպառնում են պետության ու սահմանադրական կարգին, իրանք պիտի Չէ, բայց իրենք սպառնում են, բայց իրենք չեն ասում, իրենք ասում են, այսինքն ըստ օրենքի դնենք քվեարկության, մենք կհաղթենք ու կփոխենք օրենքը։ Այստեղ այդ մեկությունն էլ կա։ Այդ ոչ մի սահմանադրական կարգը տապալել։ Չէ, ինչու է տապալել։ Որովհետև սահմանադրությունը հարմարացնում է մի հոգու։ Այդ հասկանում եմ, բայց եթե ազգային ժողովը ընտրությունով որոշում է այդ օրենքը փոխել ձայների մեծամասնությամբ, դա արդեն տապալում չի, դա կարծում եմ օրենքի մեջ է։ Ես էլ մասնագետ չեմ, բայց այդ ենթադրում եմ, որ Այսինքն դուք ինչ եք ասում, այսինքն ազգային ժողովի ցանկացած քվեարկություն լեգիտիմացնում է դա։ Պարզ բան։ Այո։ Պարզ բան է, բայց դա ավանտյուրա է։ Այսինքն մի խումբ ավանտյուրիստներ խափելով մտնում են պարլամենտ եւ անում են ավանտյուրա, որը լեգիտիմ է, այդ է ստացվում։ Այո։
Դե դա արդեն ասում եմ բան, абսուրդային մոմենտ կա, էլի։ Մանավանդ որ իրանք հայտարարում են տենց, էլի, բանով որ փոխենք, դարձնենք ստացվում է թե ազգային ժողովում օրինակ պոտենցիալ բան լինեն, ազգի դավաճաններ լինեն։ Եվ էլի օրենք ընդունեն, դա էլ է լեգիտիմ, ազգային ժողովը։ Կարող են գիտես ինչ օրենք ընդունել, որ օրինակ Պուտինը կարող է եւ Ռուսաստանի եւ Հայաստանի միաժամանակ նախագահ լինել։ Բայց դուք շատ ճիշտ բան եք ասում։ Բայց դուք շատ ազգային ժողովը քվեարկելու է Հայաստանը Ռուսաստանի բան դառնալու մեջ։ Մոտավորապես է դա դառնում։ Ոնց է կոչվում Союзное государство-ի քվեարկությունը, եթե ժողովուրդը գնաց այդ հետքով, Իսկ առաջին բաներից մեկը դա են անում։ Դա բարձր է։ Իրենց ապահով են, էլի, բետոն անեն իրենց հիմքերը, ցեմենտ անեն։ Ну, մի խոսքով էդի չեմ ուզում ակապ քննարկել այս տարբերակը, բայց ախր շատ ռեալ տարբերակ է, էլի, որ եթե ընտրվեն, դա ես կասկած չունեմ, որ դա լինելու։ Ամբողջ Երևանը ռուսական մեքենաներով ավտոներ է։ Ես երբեք Երևանում այսքան շատ ռուսական մեքենաներով համարներով մեքենա։ Հա, սա Երևանը ռուսական ավտո։ Շարժով գալիս է։ Ու ինչ եկել են ընտրությունների մասը, բրաբուսներ, ջիվել այդ բաները, Rolls-Royce են ջպեր կան, այն մեծ Rolls-Royce-ները, լիքը ու շատ մոտ համարներով իրար հետ, դերում մի կլանի մեջ են ու ակնհայտ թիկնազորա, այսինքն գնում է մի հատ թույն Mercedes-ա գնում, այս վերջի նույն համարներով, մի հատ նույն համարներով G-Wagon հետևից է գնում, միշտ ու շատ տարածված եւ բաց սկսել է ներխուժումը Հայաստան։ Հայաստանը փրկելու օպերացիա պիտի անի ցանկացած գիտակից հայ մարդ։ Հայաստանը խժռվում է հիմիկվայից արդեն։ Մենք տեսնում ենք դա կլանային այդ մտածելակերպով բան ա եղել, ներխուժում է Հայաստան։ Բերում են ցուցակներով, գալիս են, մերձավոր արևելքից Բեյրութից գիտեք ինչքան մարդ են բերում դաշնակցականները քվեարկելու համար։ Էլի ցուցակներով ավելին ֆինանսավորում են ըստ բանի այդ քաղաքացիական հասարակության հրապարակած տեղեկությունների հավաքում են մարկանց, խոսում են Երևան չգնաք մանգակ ճամբարա էլի 18 տարեկան լրացածը մի հատ քվեարկեք էլի ձեռի հետ այսպես ուզում են գրավեն Ես գիտես ինչ հիշեցի այդ թիվը չեմ հիշում բայց որ դաշնակցության տեխնացուն Սոս Սարգսյանն էր նախագահի տեխնացուն քվեարկություններին 91 թվականին ուրեմն ժողովրդին բաներ էին կրակայրիչներ էին նվիրում բանի նկարով վրան Սոս Սարգսյանի նկարով ընտրեք Սոսին եւ այլն կրակայրիչները վերցրեցին բայց Սոսին չընտրեցին մալադեց ես Սոս Սարգսյանի վրա եմ զարմանում այմար վաստակավոր արտիստ ես քեզ այդ ավանտյուրայի մեջ քաշեցին ինչի դեր պետք չդիմացավ էլի գայթակղությանը ասենք էլի Շվարցնեգերն էր դարը դե գնան գովազդի լավ թու մտածեն մեր ռադիոլսողները այս ամենի ուղղությամբ ընկերներ ամեն օր մտածեք որ իրոք ձեր դիրքորոշումը եւ ձեր ձայնը պետության համար ձեր երեխաների ձեր թորների վրա է ազդեցություն ունենալու այսօրվա ընտրությունը հավատացեք Հա, այս լինել չլինելու պայքարը։ Այսօրվա չէ, իհարկե, ամիս ու կես մնա, բան չմնա։ Դե ինչա որ, այդ ինչա։ Բայց զանգ ունենք ոնց որ։ Ուզում եք մի հատ ընդունենք նոր գնանք գովազդի։ Այո, կարող եք արտահայտվել բարեկամներ, եթե զանգ կա, խնդրեմ։ Հուշում են, որ զանգ կա։ Լսում եմ ձեզ։ Բարև ձեզ, լսում եմ։ Ռաֆայել, մի հատ արտահայտություն արեցիք, որ Բեյրութից մարդիկ են բերում Հայաստան, որպեսզի քվեարկեն։ Արդյոք այս Բեյրութից եկածած հայերը քաղաքացի են Հայաստանում եւ եթե ոչ, ինչպես կարող են քվեարկեն։ Եվ եթե այո, մենք ինչու Ամերիկայում չենք կարող քվեարկենք։ Բայց Ամերիկայում չեք կարող քվեարկեք, որովհետև ոչ մի այլ երկրում չեն կարող քվեարկել։ Իսկ եթե Հայաստանի քաղաքացի եք եւ գրանցում ունեք, իհարկե կարող եք գալ եւ քվեարկել Հայաստանում։ Ոնց որ եւ անում են Իսկ Բեյրութից եկած ժողովուրդը ինչպես են քվեարկում, թե Հայաստանի քաղաքացի չէ։ Բայց քաղաքացիների մասին է խոսքը։ Շատ մարդիկ կան, ովքեր երկքաղաքացի են, շատերը։ Իմ ունեցած տեղեկություններով, որ այդ հասարակական կազմակերպություններ են հրապարակել, Վրաստանից, Ռուսաստանից եւ Մերձավոր Արևելքից ցուցակներով մարդկանց ուղղորդում են համապատասխան ուժերի օգտին քվեարկել։ Դրա մասին ինֆորմացիան հեռուստատեսությամբ էլ է գնացել, եթե երևի մի 10 օր առաջ։ Դրա համար ովքեր որ քաղաքացի են, այո,
կարող են քվեարկել եւ հաճախ դառնում են զոհ ուղղորդման։ Եղավ, շնորհակալություն։ Բարի։ Իհարկե քաղաքացիների իմաստան խոսքով առանց քաղաքացի անիմաստ է, անունը չի լինի ցուցակներում։ Եթե Հայաստանի գրանցում ունես եւ անձնագիր ունես, կապ չունի, երբ ես լքե Հայաստանը ինչ ես արել, բան բուլետինը ունենում ես, անունդ ընտրա այդ քվեարկու իրավունք ունեցող մարկանց ռեգիստրում գրանցված է, գնում ես բուլետինդ վերցնում ես եւ քո ընտրատեղամասում քվեարկում։ Այնպես որ բարեկամներ մտածեք այդ ուղղությամբ, հիմա գնանք գովազդի վերադառնանք շարունակենք։ Այո, բար թեմաների հասանք, ընտրություն լինել չլինել։ Գիտես ինչ էի մտածում այս ընտրությունների հետ կապված, օրինակ եթե մեկին 1000 դրամ օրինակ տաս ասես ընտրի ինձ համար, դա համարվում է ընտրակաշառք եւ պատժվում է օրենքով։ Այո։ Հիմա բայց եթե ինքնաթիռի տոմս են առնում, հյուրանոց են ասենք ապահովում, դա չի համարվում խախտում։ Չէ՞։ Դե բայց այտենց չեն անում, որ Հայաստանի մեջ լիներ կբռնեին ապացուցվեր։ Դրսում հիմա օրինակ, չգիտեմ, Պորտուգալիայից, Բեյրութ, Բեյրութից է գալիս։ Հիմա իրան հարցնում ես, տոմսը դու ես առել, թե քեզ տոմսը, եթե ասում է տոմսը ինձ գնել են, որ ես գամ, արդեն բան չի դա, ես չգիտեմ, դա պետք է որ խախտում լինի, էլի։ Տարբեր ձևը Դե հիմա դա դրսի նվերաստա, պաստորն ասենք ոչ թե $1000 են տալիս, այլ ինչ-որ մի հատ նվեր են տալիս համարժեք գումարի։ Բայց ոնց է իմանալու հարցում անես, եթե ինքը ասեց այո։ Օդանավակայանում ով է տոմսը տարել, ոչ ես հարցնում։ Չգիտեմ, չգիտեմ, բայց բանա էլի, Իսկ հիմա դրսից որևէցև չես կարող դա մեղադրանք անել, որտեղ դրսի եթե ինքը խոստովանեց, ասեց այո, իմ տոմսն առել են, ասել են, որ ես ընտրեմ այս ինչ բանով, դա արդեն բանա։ Դե հա, տրամաբանորեն իհարկե։ Ինչ տարբերություն փողա թե նվերա որոշակի գումարի։ գումարի։ Նույնն այդ որոշ մեքենաներով, օրինակ Ռուսաստանից կամ Վրաստանից մեկը Պողոս պայմանականորեն տոպողոսները ներեն, գալիս է ինչ վառելիքներ են առել են, պիտի ասի վառելիքս են ավտոյի առելացրել որ գամ։ Այսինքն հասկանում եմ ինչ եք ասում, բայց սա շատ դժվար է էլի մոնիտորինգ անել։ Ամենահեշտ տարբերակը այդ է։ Նայում են գրանցումը, երբ է մուտք եղել Հայաստան վերջի անգամ։ Այդ դրանցման պահը չեն հասկանում։ Հիմա ենթադրենք մեկը ունի երկհաղաքացիություն, բայց ապրում է Միացյալ Նահանգներում, այնտեղ գրանցված չի կարող մասնակցել։ Չէ, եթե գրանցում չունի Հայաստան, իհարկե չի կարող, բայց ճնշող մեծամ։ Այսինքն հասցե պիտի ունենաս։ Հա, այսինքն ես կարող եմ քրոջը ստան վրա գրանցվել, ասել Եթե գրանցված ես, հա, գրանցվես, հա, 10 օրվա մեջ գրանցում ես, կարաս ներառվես գրանցման թուղթը տանես, մասնակցես ընտրության, տենց բան կա։ Եթե անձնագիր ունես, բայց գրանցումից դուրս ես եկել կամ երկար ժամանակ բացակայել ես, քեզ գրանցումից հանել են, չգիտեմ ինչ, անձնագրով կարաս գնաս վարչություն, ասես ես եկել եմ, իրավունք ունեմ ընտրության, մի քանի օրվա մեջ վերականգնում են ու կարող ես գնալ ըստ գրանցմանդ հասցեի տեղամաս եւ ընտրել։ Ոնց որ հա, լուրջ է, կարճ ասած, լուրջ է։ Այստեղ հաղորդագրություններ կան, այս արտահայտությունը, որ ասացի ներխուժել են բան, հարցնում են իսկ թուրքերի ներխուժումից չեք վախենում։ Թուրքերի ներխուժումից Բարեղամյանն է ասում։ Ճիշտ ասած թուրքերի չգիտեմ, ես չեմ տեսել թուրքերի ներխուժում։ Նշանակում, հա։ Չեմ պատտվում Հայաստանում եւ ավելին չեն ուզում գան ընտրության եւ չեն մասնակցում ընտրության ի հեճուկս անուն ազգանով հայ մարդկանց, ովքեր բառացիորեն սպառնում են մեր ապագային, կարճ ասած, գոնե ժողովրդավար ապագային։ Կարող է ապագա լինի, բայց ինչքանով ժողովրդավար կլինի այն մարդկանց շուրթերի եթերում ասում մենակ իշխանության գալը չի, պիտի գանք եւ պիտի պատժենք ու վենդետա լինելու է։ Դուք պատկերացրեք ինչա լինելու է երկրում։ Եվ կանեն, այո, շատ բան ձևով կանեն։ Պատերազմ չպարտված երկրում ձեզ հայտնի ուժերի օրոք եղել է օկտեմբերի 27, եղել է մարտի 1, եղել է Սարի թաղի դեպքեր եւ խոշտանգումներ եւ զոհեր, տասնյակ մարդիկ մի մասը ինքնասպան ա եղել իբր, մի մասը պատուանից գցվեց, մի մասին ծեծելով սպանին եւ այլն։ Դուք պատկերացնում եք պարտված Հայաստանում այն մարդկանց ում տարել են խաղ բանտարկյալ են կոչել, չգիտեմ, ձերբակալել են, դատեր են արել, այդ մարդկանց օրոք ինչ կլինի։ Վառ երևակայություն ունեք, մտածեք, ինչի՞ չէ։ Այստեղ շատ երևակայություն էլ պետք չի ասեմ, հա։ Հստակ ավելի շուտ ամեն ինչ է։
Ես ինչ շիլաշփոթ են սարքել այս ընտրությունները, Արմինե Գրիգորյանն է ասում։ Տիկին Գրիգորյան, օրինակ, ինչն է շիլաշփոթ, շատ բարձ բան է, պասպորտ ունես, գրանցում ունես, կարած քվեարկես չունես, չես կարա, ինչ կար շիլաշփոթի։ Իմ կարծիքով շատ բարձ է, ու այս բարձության մեջ անորոշություն ընդհանրապես չկա։ Եթե քաղաքացի ես, անձնագիրը ձեռքիդ է, գրանցում ունես, ինչի Ամերիկայում այդպես չի։ Ամերիկայում գրանցումը հանի մենակ, որտեղ գրանցում հասկացողություն չկա։ Չկա, հա, citizen ես, բայց որտե է գալի այդ բյուլետենը մի տեպտի գա։ Adress, քո հասցեով է գալիս, այո։ Դե էս էլ է, ստե գրանցում է տալի, բա հասցեը ունես, գրանցում է ունես։ Չէ, մի քիչ ուրիշ է։ Մի քիչ տարբեր է։ Գրանցում հասկացողությունը չկա։ Հիմա ասենք այստեղից ես կարող եմ գնալ ցանկացած նահանգ, մի հատ տուն վարձել ու ապրել նոր հասցե ունենալ, բայց գրանցում, այսինքն կարող ես գրանցում համարել դա։ Դե գրանցումն է դա, ադրեսը որ ասում է, ոնց է մեզ մոտ ասում է, չգիտեմ, բիլ բեր մի 2-3 հատ, որ ցույց տաս այդ հասցեում ես, որ նամակները պաշտոնական գա։ Ամերիկայում տենց չէր։ Պիտի Amazon-ի բիլտային կասկոյ թուղթեի ցույց տալ։ Ինչ ոս բաները ցույց տալի, որ այդտեղ ես ապրում, որ նամակներ կա, այդ ապա ցույց։ Որ դեպքում այդ պետական թղթի ժամանակ, չգիտեմ։ Հա, ինչ որ պետական, հա, բաների ժամանակ են ուզում այդ։ Ես էլ եմ հիշում եմ, բայց չեմ հիշում կոնկրետ։ Ես այն թվերին այդ Յուտայից որ եկա, immigration-ի հարցերով հասցե էր պետք։ Հա, immigration-ով, այո։ Դե պետական թուղթը, իրանք ասին 3 հատ confirmation notice պիտի բերես։ Հա, ինչ որ գազից, էլեկտրականությանը, բիլ պիտի բերես, bank statement պիտի բերես, չգիտեմ ինչ բերես, հա, տենց արեցինք, որ այդ բա գրանցում է, բայց գրանցումը որն է։ Ասեմ ավելին, ես որոշ ժամանակ ապրում էի ուրիշ հասցեում, բայց driver license-ից թուղթը գնաց այն հասցեում, որը 3 հատ confirm էի արել, այդ բան լավացանոթ մարդեր ուղարկեց ինձ մինչև եկավ ինձ հասավ։ Բարդ է։ Հարգանքներս Տերենիկ եւ Ռաֆայել, Մանուշ մանն է գրում։ Հաճելի է։ Ոչ մի շիլաշփոթ էլ չկա, ամեն ինչ ստույգ է։ Աննա Ալոյանն է ասում։ DMV requires, DMV-ն է ուզում, Սեդա Արությունյանն է ասում այդ բաները։ Այո։ Այսինքն, եթե անգամ վարորդական իրավունք չես ուզում, ընդհանրենք մեքենա չես վարում, չէ, գնում ես DMV, քեզ բան է տալիս, ID card է տալիս։ Ոչ վարորդական, բայց ID-ն էլ DMV-ն է տալիս։ Տիկին Հասմիկը Ղարաբանյան ցետարքի լուծում առաջարկում, ասում է take the money, tell them to pay for your ticket, go to Armenia and vote for Pashinyan։ Դա ումոր ուզում ես, հա։ Որտեղ դա գաղտնի է, ոչ մեկը չի կարող տեսնել դու ես ընտրել։ Ասում է գրիչ են տալի։ Հələ սրանց մանյակալ բանն է, ասում է գրիչ են տալի, որ մտնում ես այդ փակ սենյակը, պիտի գրիչ անես, confirm անես, նկարը փաստ ունենաս, որ տանես ներկայանաս։ Այդ նրանք թաստեղ պարտող։ Ոնց գրիչը ոնց է փաստ դառնում, չեմ հասկանում։ Գրիչի մեջ կամերա է, այդ իրանց գրիչով պիտի նշես։ Իրանք ուզում են փաստ, որ դու մտել ես, հա։ Գրիչի մեջ կամերա, հա, այդտեղ են հասել արդեն։ Իրանց ընտրողները ինքը գնում է, ընտրում է, գնում է շտաբ, ասում է, տես, մտել եմ, քվեարկել եմ բյուլետենը, բաբա փաստով։ Խոստովեք, հա։ Բայց բազմի խոսք էլի, ասենք բաներ շատ կան, հանցագործություններ ծանր, որ մարդիկ անում են առանց գիտակցելու, բայց այս ընտրության հարցում ախր շատ ստոր բան է դա, էլի, փողը վերցնես քվեարկես ուրիշ մեկի համար, որին դու չես ուզում որ դառնա երկրի ղեկավար, ախր դա շատ հեռու գնացող հետևանքներ ունի, էլի, շատ հեռու գնացող։ Ասում եմ, մինչև մեր երեխաների թորների վրա դա ազդեցություն է ունենալու։ Մանավանդ դրսից գումարով դա, մանավանդ դրսից, էլի, եթե դու դրսում ես։ Խիղճդ կորցրած լինես, չէ, որ նման բան անես, էլի։ Չգիտեմ, մի ամբողջ երկրի ճակատագրի հետ էս խաղում ախր ժողովրդի։ Դե փաստորեն։ Զանգ ունենք ոնց որ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Hello, լսում եք։ Ես լսում եմ, բայց լսում եք, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ահա, հիմա լսեցինք։ Այո, լսեցինք արդեն։ Այո, բարի լույս, ես զանգում եմ Լոս Անջելեսից, անունս Նաիրա, ես մի հարց ունեմ ընտրությունների հետ կապված։ Լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի,
ինչումն է քաղաքացու եւ ոչ քաղաքացու տարբերությունը քաղաքացին ունի ընտրելու հնարավորություն։ Իմ հարցը այն է, ինչու մենք չունենք այդ ընտրելու հնարավորությունը, եւ դա մենք ունենք նախկինների օրոք, կարող ենք գնալ դեսպանատուն եւ կատարել մեր ընտրությունը, իսկ հիմա ոչ։ Դե օրենքը փոխվեց, առաջ թույլ էին տալիս, որ արտասահմանում կարող էր գնալ դեսպանատուն կամ կոնսուլատում, եթե իրավունք ունես քվեարկելու արձանագրով եւ այլնով եւ քվեարկել։ Հետո դա վերացավ, չգիտեմ որտեղ վերացավ, բայց հանեցին, չես կարող արտերկրում քվեարկել։ Վերացավ ներկաների օրոք։ Ոչ, դա վերացավ մի 15-20 տարի առաջ։ Այ բավական ժամանակ մինչև Փաշինյանն է դա վերացել, ասեմ իմանալ։ Ես կարծում եմ անգամ մինչև Սերժն է վերացել։ Հեսա մի հատ ճշտեմ, բայց շատ վաղուց էր։ Առնվազն 12 տարվա է այլ ավել, հա։ Հաստատ ներկաների նոր իշխանությունների որոշումը չի էլի։ Տարօրինակ է, երբ մենք կոչվում ենք քաղաքացի, տվյալ հանրապետության, օգնում ենք, ինչով կարողանում ենք, ինչպես կարողանում ենք, բայց երբ հարցը հասնում է նրան, որ մենք պետք է ձայն տանք, մենք իրավունք չունենք։ Չէ, իրավունք ունեք ձայն տալու, բայց պիտի անձնապես ներկա լինեք, հասկանաք։ Տիկին ջան, այստեղ ներբծում կա։ Դուք ընտրելու իրավունք ունեք, ուղղակի ֆիզիկապես պիտի Հայաստանում գտնվեք ընտրությունների ժամանակ։ Եթե ընտրության համար չեք կարող գնալ, ուրեմն ձեր կենսական շահերը երկիրը ուրիշ երկիր է եւ ինչքանով է արդար, որ դուք ապրելով ձեր երեխեքին դուրսը մեծացնելով որոշեք Հայաստանի ապագան։ Կարող են գնալ եւ կգնանք։ Դե շատ ճիշտ է, բրավո, բրավո, այդ ողջունում ենք ձեր այդ լավ գաղափարը։ Ընտիրա, սպասում ենք ձեզ, բարով գաք, բարին բերեք ձեզ հետ։ Այդ սիրով։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Շատ ճիշտ է, հա։ Եթե ընտրության այդ մի ձայն էլ շահեցինք։ Դե մենք չենք ասել ում օգտին թող ամեն մարդ իր խղճի։ Այդ դա ձայն եմ ասում։ Այսինքն ընտրության մասնակցության անպայման Ժորժ ջան, եկեք եւ մասնակցեք։ Հայրենիքը այ հիմա ձեր կարիքը ունի, եկեք։ Ով է միացել, բարև ձեզ։ Այո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ուզում եմ պատասխանել նախորդ կնոջը, որը որ Լոս Անջելես, ենթադրում եմ, որ Լոս Անջելեսից էր եւ խոսում էր, որ այ մենք օգնում ենք, բայց ոչ մի բան չեն կարող անել ընտրության դեպքում։ Առաջի հերթին դա անարդար էր, որովհետեւ օրինակ ես ապրում եմ Ռոդ Այլանդում եւ ինձ մոտ չկա դեսպանատուն, իսկ մենք պետք է միայն ընտրեինք դեսպանատներում։ Դա Վաշինգտոնն է կամ գուցե Լոս Անջելեսը, ես չգիտեմ։ Այդ դեպքում բնակչության Հայաստանի քաղաքացի հանդիսացող ամերիկահայերը բոլորը չէին, որ իրավունք ունեին այդ ընտրությանը։ Երկրորդը ինձ համար ամեն անգամ վիրավորական է, եթե իսկապես այստեղից որևէ մի օգնություն է գնացել, դա կարող է բարեկամին լինել երկրին անընդհատ երեսով տալ, թե մենք օգնում ենք, բայց չենք կարող ընտրությանը մասնակցել։ Պետք է միայն հայաստանցին ընտրի։ Ես գտնում եմ ինքս առաջի անգամ ընտրել եմ։ Եթե անկեղծ երազում էի, որ երկրորդ անգամ էլ կկարողանամ ընտրությանը մասնակցել։ Պարզապես թողնիկներիս եմ սպասում, որ իրենց հետ գնամ եւ ընտրությանը չեմ մասնակցի։ Բայց գտնում եմ, որ այո, մեր նմաններին պետք է արգելել, որովհետեւ այո, Հայաստանի քաղաքացին պետք է ընտրի իր իշխանությանը։ Ում կընտրեն, իրենք թող ընտրեն։ Մենք միայն կարող ենք նայել, ուրախանալ, ուրախացնել, ինչու՞ չէ, եթե ցանկանում ենք օգնել։ Բայց այդ օգնությունը անընդհատ երեսով տալ, ես համարում եմ դա աններելի սխալ է։ Ինչքան կարելի է դա ասել։ Ամեն անգամ նույնը ասում են, այ մենք օգնում ենք, բայց չենք մասնակցում։ Ուզում եք մասնակցել, խնդրեմ, տեղափոխվիր, ապրիր, մասնակցի ամեն ինչին։ Այստեղից այնտեղ ասել, որ մենք լավ ապրում ենք, բայց պետք է մեր ուզածով լինի, չէ՞։ Չի լինի այդպես։ Դա անազնիվ է։ Դա իմ կարծիքն է։ Շնորհակալություն կարծիքի համար, շնորհակալություն կարծիքի համար։ Այստեղ դիктոն չէ։ Այստեղ հետարքիր հա, թեմա բարձրացեց մեր։ Եթե ապրում ես երկրում, բնականաբար դու ինքդ խնդիրները գիտես եւ մատնացույց կարող ես անել։ Հերվից իհարկե ուրիշ ձև է դիտարկվում։ Այդ բանը է։ Այո, այո։ Բայց հիմա նայեք, օրենքը չի արգելում։
ասում է, եթե անձնագիր ունես Հայաստանի եւ գրանցում ունես, կարող ես գալ այստեղ ընտրել։ Ես ուրիշ բանի մասն եմ ուզում խոսել, այդ 30 տալու, որ ասում է 30-ով ենք տալիս անընդհատ։ Գիտեք ինչ, եկեք այդպես չընդունենք, էլի, այսինքն եկեք հասկանանք այդ մարդկանց էլ, որտեղ իսկապես օգնել են։ Մանավանդ այս վերջին պատերազմի ժամանակ ես ներկա եմ եղել։ Մեր ստուդիայում էին հավաքում եւ ես տեսա թե ժողովուրդը ինչ ձևով է մասնակցում, ես նման բան չէի, մինչեւ էդ էլ ա եղել օգնություն, բայց ինչ բանով, հա։ Եվ դա նշել է, ասինքն 30-ով տալ պետք չի հաշվել, էլի, ինչու եք այդպես անպայման դա 30-ով տալա։ Իրոք մարդիկ ասում են, մենք օգնեցինք, երբ որ նեղն էր մեր հայրենիքը, հիմա էլ մենք ուզում ենք մասնակցել այդ երկրի կառուցմանը ընտրության ձևով, ընտրությանը մասնակցելու։ Բայց կարող եք սրան չհամաձայնվել, բայց այդքան ասել 30-ով են տալիս, այդ էլ սիրուն չի, էլի, մարդիկ օգնել են, այո, ինչու՞ չէ, օգնել են եւ ուզում են ինչ-որ բան ունենալ, մասնակցություն ունենալ այդ ամեն ինչին։ Ուրիշ բան է, օրենքով կարող են թե չեն կարող, բայց այդքան պետք չի 30 տալ համարել դա, 30-ով տալ, էլի, այդքան սուր ընդունել դա։ Մարդիկ, ախր Ռաֆայել, արի չմոռանանք, մարդիկ ընտանիքներից, մենակ մեծահարուստները չէին սրանք, թեկուզ մեծահարուստները, իրենց ընտանեկան բյուջեից կտրում տալիս էին մարդիկ, որ կարող է թող իր երեխայի վրա իր ծախսել կամ ամեն ինչի վրա ծախսել, բայց դա պետք է հաշվի առնել, չէ՞։ Ուրիշ ինչով կարող էին օգնել։ Փողով եւ օգնեցին։ Եվ սա չպետք է բան անել, էլի, ինչ են ասում դրան, համարել, որ դրանից հետո թե ասում է 30-ով են տալիս։ Չէ, արել են, օգնել են մարդիկ։ Ինչ կա դրա մեջ, հա։ Այդքան սուր մի ընդունեք։ Օրինակ մեր լավ ընկերը, մեր Դավիթ Դերմենջան ասում է, ես ինքս երկխաղացիություն ունեմ, նաև ունեմ ՀՀ գրանցում։ Ինքս չեմ համարում ԱՄՆ-ում, ինքս չեմ համարում, որ ԱՄՆ-ում ապրելով բարոյական իրավունք ունեմ մասնակցելու ՀՀ խորհրդարանական ընտրություններին։ Նկատի ունեմ, որ դուրս տա երկար տարիներ։ Դե Դավիթ ջան, մոտեցումները տարբեր են, եղբայր 1000 մարդ, 1000 կարծիք, ամենայն հարգանքով ընտրությունների հետ կապված տեղ Էդիլյան ասում է այդ բանի իրավունքը վերցրեց Սփյուռքի ձեռից Քոչարյանը արգելեց, երբ ԱՄՆ-ում ընտրեցին Դեմիրճյանին։ Դրանից հետո բան հիմա ինչքանով ատենց ես այդ ինֆոն չունեմ, բայց ունենք զանգ, վերջին զանգը օրվա եւ ամփոփենք հաղորդումը։ Ով է միացել, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այո, Արություն ջան, բարև ձեզ։ Թեժ քննարկում, ասեք։ Ամերիկայում այդպիսի օրենք կա, երբ որ դնում ես real ID հանելու համար, վերջին 3 ամսվա բիլերն են ուզում քեզնից։ Այսինքն որտեղ որ ապրում ես, դու վճարում ես bank statement եւ բան։ Մեր այս ընտրությունների համար խոսքս են եկած այդ ուզատիները Ռուսաստանից որ գալիս են կամ բան, մի ամսով գալի վայելում են եւ ուզում են ընտրությունները կերտեն։ Միակ հասարակ օրինակ Հենյում ես ընտրական տեղամաս, ասում է, ոքի աղբեր ջան, ապրել ես Հայաստանում, քանի ամիս ես ապրել, նա քո բիլերը բեր, նա bank statement-ը տենան դու տվյալ ադրեսում ապրել ես 3 ամիս, թե ոչ, չես ապրել ու ինձ չես կարող ընտրես, ինչ կարտիք է։ Հետարքիր բանա, դե, մեր նախորդ զրույցներին ա տանում սա, որ իրոք պիտի ապրես եւ նոր մասնակցես։ Պիտի ապրես, 3 ամիս, 4 ամիս պիտի ապրես, որ ընտրես, Ռաֆայել ջան։ Ոնց եղավ որ դու եկար 15 օր քեզ քաշեցին դեպի ուրախացար բանարի, եկար ժողովրդի ճակատագրի հետ խաղացիր ու գնացիր։ Հա, համաձայն եմ ձեզ հետ։ Ականջներին հասնին այդ մտցնեն այդ օրենքը, որ 1000 անգամ ասել եմ։ Չի կարելի։ 1000 անգամ այս թեմայի շուրջ բարձրաձայնել ենք, լսել են, լսում են, էլի ենք ասում։ Տեսեք, ռադիոլսողներն էլ են մեզ միանում, հարգելի պատկան մարմիններ։ Լսեք կառավարություն, լսեք, չգիտեմ, ազգային ժողով, անեք այդ օրենքը, քանի ուշ չի, քանի չեք կործանել Հայաստանը, այդքան բան։ Լավ մնացեք, Ռաֆայել, ես հիասմունքով լսում եմ ձեզ, շնորհակալություն։ Ձեզ լավ որ ձեզ հարգելի, շնորհակալ ենք։ Դե ինչ։ Այսքանը ունեք ավելացնելու բանը։ Դերենք այդ կապը ընդհատվել է։ Այսքանը բարեկամներ, շնորհակալ եմ ուշադրության համար բոլորից, թեժ էր մեր քննարկումը, բայց ունենք այն ինչ ունենք, հարգելիներս, ինչ ասեմ, ունենք այն ինչ ունենք, սպասում ենք լավատեսությամբ, հույսով եւ հավատով։ Ես հավատում եմ, որպես շարքային քաղաքացի, ես գիտեմ, որ պատմության անիվը ետ չպիտի պտտվի։ Պատմության մեջ եղել են տենց դեպքեր, երբ պատմության անիվը պտտվել է, եղել են, բայց դրանք շատ բացառիկ դեպքեր են եւ որպես կանոն ավելի վատ է եղել, քան նախկինում։ Ամենահայտնի դրվագը, որ կարող եմ ասել, օրինակ
պատմության այդ բուրբոնների վերադարձն է, երբ որ լյուդովիկոսները եկան հետ Ֆրանսիա, գլխատեցին, գիտեք ինչեր եղավ, հետո էլի եկան հետ եւ շատ ավելի վատ բաներ եղավ, հետադարձ որոշակի բաներ, այդ գործողություններ, ասենք Վրաստանի օրինակը, չգիտեմ ինչքանով տեղին ասել, բայց էլի եղավ հետադարձ ընթացք ավելի նահանջ, թվում էր թե պետք է ժողովրդավարությունը հաղթի եւ այլն։ Հիմա տեսեք Հունգարիայում է հետաքրքիր դեպքեր զարգանում։ Ամեն դեպքում առաջընթաց պիտի լինի, պիտի ժողովրդավարությունը, խաղաղությունը վերջապես էլի մի նոր ճանապարհ է բացվում, նոր ճանապարհ։ Չգիտենք այդ ճանապարհը ուր ատեմ, ես էլ անկեղծ, այդ որ խոսում են բան, երաշխիք, մերաշխիք բան, ես Երևանում լինելով, ես չգիտեմ վաղը ինչ կլինի, բայց այն ճանապարհը, որ ասում են փորձում են գնալ, շատ ավելի հույս է ներշնչում, քան այն ճանապարհը, որը 260 տարի գնացել ենք եւ 260 անգամ չփխվել ենք, կներեք, էլի այս արտահայտության համար, բարոյապես, հոգեպես, ֆինանսապես, ազգապես, տարածքային առումով, հողի առումով, բարոյական առումով, կրոնական առումով, բոլոր առումներով։ Հիմա ասում են ախպեր ջան, չէ։ Ոնց որ թե այս ճանապարհով ենք ուզում գնալ ու իդեպ այդ ճանապարհով կարային գնայինք 100 տարի առաջ եւ էլի նույն ուժերը Կարմիր բանակով եւ մեր դավաճաններով, ոնց որ հիմա է, ծախվել են ռուսին ծախվածներով կանխեցին այդ ուղին, որ պիտի լիներ Մեծ Հայաստան, պիտի լիներ Ծովով Հայաստան, պիտի լիներ այն Հայաստանը, որը մեզ տալիս էր արևմտյան գերտիրությունը կամ գերտիրությունները։ Մենք հանձնվեցինք բոլշևիկներին, ասենք չէ։ Անցավ 100 տարի։ Սեմ Պապան կամ Սեմ Քերին ասում է, հն, խելքը գլուխը թավակեցիր, փոքրիկ իշխան, հա, թե ջելը, բան չի մնացել։ Երկրորդ զոհ տալու տարածքը դու չունես, դու վերանալու ես ուղակի, որովհետև այն ինչ որ տալիս էին, ինչը կորավ, ինչ մնաց մեզ, պատմիչ Լեոն ասում էր մի գերեզման տեղ մնաց։ Այս գերեզման տեղն էլ է կորելու, եթե մեր ժողովուրդը մեծ մասամբ շատ լայն շերտեր կան, որոնք վաճառական են եւ քրյա օլիգարխիկ են իրան տեսակով։ Ախպերախ փայ կմտնեն քավյարկել, այս սենց են, ոչ թե մտքով։ Արա այս ինչ եմ ես անում։ Ուր է գնում ես երկիրը, ուր ենք տանում։ Այսինքն մենք մեր նիվեքը գանք նստենք, ազգին գցենք կրակը, նիվեքը նստենք Դոլյա Վարասկայա երկելով այդանք հետ, ու ինչա քաշելու է ժողովուրդը։ Մտածեք այդ տղությամբ, ես գնացի բարեկամներ։